Բարերեկո սիրելի ընկերներ, հարազատներ, մի փոքր սպասենք մեր ընկերները հավաքվեն ու սկսենք այսօրվա եթերը, վերաբերվելու է քարոզարշավի մեկնարկին, թեման մի քանի առանցքային հարցեր կա քննարկելու, կխնդրեի, որ եթերը տարածեք, քանի որ շատ շուտվանից եթեր չեմ արել, որ մեր ընկերները շուտ հավաքվեն։ Բարերեկո հարազատներ ջան, շատ ուրախ եմ ձեզ ստենալու համար, այս ֆորմատը շատ սպասված էր ու կարևոր, մի խոսքով մի փոքր սպասենք մեր ընկերները միանան ու սկսենք։ Մի հատ ասեք հարազատներ ջան, ձենը նորմալ լսվում է։ Ընկերներ ջան, մի հատ ասեք, գրեք, ձենս նորմալ լսվում է, թե չէ։ Լավ, երևի թե սկսենք, ընթացքում կմիանան մեր ընկերները։ Ուրեմն, քարոզարշավի մեկնարկ օր առաջին նախ ներկայացնեմ մեր թեկնածուին, առանձնապես ներկայացնելու կարիք չկա, որովհետև հեղափոխության առաջնորդ, քաղաքական ու պետական գործիչ, երկրի լեգիտիմ առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է ու մեր իշխանությունը, շատ ուրախ եմ այս առիթով, ուրեմն մեր թիվը 16-ն է, ինչ ասա նշանակում, ես այսօր գրել էի դրա մասին, բայց մի փոքր սենց մի երկու տողով ներկայացնեմ նորից, ովքեր բաց են թողել, ուրեմն 16 թիվը տիեզերական թիվ է, խաղաղության թիվն է, ամենակարևորը խաղաղության թիվն է, հաջողությունների հաղթանակի թիվն է, նոր կյանք սկսելու թիվն է, շատ խոր իմաստ նշանակություն ունի ու պատահական չէր, որ հենց այս արտահերտ ընտրությանը մենք 16 համարն ենք, ես վստահ եմ, որ թե մեր պայքարը, թե թիվը առանձին իր հերթին մեզ հաղթանակ կպարգևի ու ջախջախիչ հաղթանակ կպարգևի, բայց ընկերներ ջան, ես ուզում եմ սկզբից էլ ասեմ, որ պիտի ակտիվ լինենք համացանցում, համացանցից դուրս վարչապետի հետ շփումների ժամանակ ու մաքսիմալ մենք մեր հնարավորինս չափով ջանքերը ներդնենք այդքան սպասված հաղթանակի հերթական պատմական հաղթանակի հասնելու համար։ Չենք թուլանում, մաքսիմալ մեր ջանքերը առաջին իսկ վայրկյանից մինչև վերջի վայրկյանը ներենք դնում, որ մեր պատկերը գրագետ պայքարը հասնի իր տրամաբանական հաղթանակին։ Ուրեմն, ստեղ ես կուզեմ նշեմ մեր թիմի անելիքները, հա, հիմնական էսի վերաբերվում է միամիտ ու ապաքաղաքական մարդկանց, հիմնականը նրանց է վերաբերվում։ Հարգելի հայրենակիցներ, ինչու պիտի ընտրեք վարչապետին ու մեր թիմին։ Դե նվիրյալ հեղափոխականները այս առումով շատ լավ գիտեն, անգիր գիտեն, ես կոնկրետ ձեզ եմ փորձում բացատրել, տեղեկացնել, որովհետև մեր իշխանությունը վարչապետի գլխավորությամբ կերտել է պատմական հաղթանակներ, սկսած հեղափոխությունից մինչև խաղաղություն։ Ուրեմն, այդ հաղթանակների մեջ է մտնում նաև եվրոինտեգրումը, մտնում է ռուսին մեր երկրից քայլ առ քայլ վտարումը, ազատություն, ինքնիշխանություն, սուվերենություն ստացել ենք մենք հենց մեր վարչապետի շնորհիվ, դա ամենաթանկ բանն է, որ կարելի է ստանալ այս կյանքում։ Ամեն մեկը չի, որ այդ դուխը ունի խաղաղություն պարգևի, ամեն մեկը չի այդ դուխը, որ ունենար պայքարել նախկինների դեմ սկսած 2007 թվականներից, դեռ դրանից էլ ավելի շուտ 13 տարեկանում վարչապետ այդ ջիղը ուներ կազմակերպչական, մի խոսքով ժողովրդի արժանապատվության ինքնության պահողը մեր վարչապետն է, ազգային պահողը մեր վարչապետն է ու մեր իշխանությունը։ Կարծում եմ այսքանը բավարար է, եթե կուզենաք ավելին իմանաք, խնդրեմ մտեկի մեջ, կարող եք բաժանորդագրվել, ընկերության հայտ տալ, շփումներ կունենանք արդեն, ուղիղ շփումներ կունենանք, մանրամասները արդեն հավելյալ կներկայացվի։ Անցնենք առաջ։ Ամենակարևորը, ես տեղ ասեցի, որ խաղաղությունն է ու դրան հասնելու համար մենք պիտի լինենք ավելի սառնասիրտ, պիտի լինենք էգոիստ, տեղ չտալով ոչ մեկին։ Քաղաքականությունը ընդհանրապես պայքարը, հաղթանակը չի ճանաչում բարեկամ, ճակերտավոր էլի բարեկամներ։ Մեր առաջի բարեկամը, հարազատը, դաշնակիցը
մենք ենք, մեր իշխանության ժողովրդի ճնշող մեծամասնությունն է, նոր մեր ռազմավարական դաշնակիցները։ Իհարկե հարգանքներս նրանց, շատ գոհ շնորհակալ ենք ամեն ինչի համար, բայց երկրի թիվ 1 պատասխանատուն մենք ենք մեր իշխանությունը մեր կերտած հաղթանակներով։ Ուզում եմ ասեմ, անհանգստանալու չափից դուրս խոճապային տրամադրություններ ունենալ պետք չի, որովհետև բազմիցս ասել եմ, այս քայլերը Եվրամիության հետ կապված աշխարհաքաղաքական զարգացումները իր հերթին տանում են նրան, որ մենք պիտի հաղթենք ու մեր արժանի տեղը գրավենք նորից որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանություն։ Մակրոնի մակարդակով, Թրամփի մակարդակով, մյուս գերտերությունների մակարդակով այդ աջակցությունը եղել է, մնում է մենք հաստատակամորեն շարժվենք դեպի հաղթանակ։ Իսկ այդ հաղթանակի ճանապարհին այս մի ամսվա ընթացքում կտենաք շատ ճղճիմ երևույթների, սաբոտաժնիկ անողների, էժան ստերը, բայց ոչինչ 8 տարվա մեջ մենք հղկվել ենք, թրծվել ենք, այդ առումով արժանի պատասխանը կտանք։ Մեր իշխանության հասցեին տարբեր անբարո լկտի ստերը խոսացել ենք, խոսան չհավատեք ոչ մի նման երևույթների, որովհետև այս տարիների ընթացքում ձևավորվել է մի աբիժնիկների խմբակ, ովքեր չստանալով փող, չստանալով պաշտոն, արդեն վարչապետին մեղադրում են դավաճանության մեջ։ Դավաճանը հենց դուք եք ու ձեր տեսակը։ Հաջորդ կետը, ընտրապայքարում 19 ուժ են, ժողովուրդ ջան, չթվարկեմ հերթով անունները, բայց մի պատկեր ասեմ, որ 18 ուժը ուղիղ աշխատելու է մեր դեմ։ Ժամանակը ցույց կտա, դեբատը ցույց կտա, մենք պիտի, ես եւս մի անգամ կրկնեմ, որ պիտի վստահենք, լիարժեքորեն վստահենք ու թեւ ու թիկունք լինենք մեր իշխանությանը, հիմք ընդունելով իր խոսքը, ոչ թե տարատեսակ ինչ-որ այլ կուսակցությունների, ինչ-որ քաղաքագետների, ցավոք սրտի մենք քաղաքական վերլուծաբաններ չունենք, ընդդիմություն չունենք, օբյեկտիվ ընդդիմություն չկա, ցավոք սրտի։ Եթե ինչ-որ մեկն էլ մտածում է, մենք խուսափում ենք, որպես իշխանություն խուսափում ենք ընդդիմություն, այդ շատ պրիմիտիվ, շատ պարզունակ մակերեսորեն պատկեր է, մենք ոչ մի բանից չենք վախենում իրական ընդդիմությունից, բայց քանի որ չկա, քաղաքական դաշտում տեսնում ենք 5-րդ շարասյան տարբեր ինչ-որ անուններով մարդկանց։ Բայց կարևորը մենք կերտենք մեր հաղթանակը սահմանադրական մեծամասնությամբ առնվազն 65-ից 70%, թե երկրորդ ուժը ով կլինի, դա արդեն մեզ չի վերաբերվում, որովհետև մենք հիմա էլ, երբ որ դաշնակները ու մնացած ազգային ժողովում են, մենք կերտում ենք մեր հաղթանակները։ Այսինքն մենք որպես ժողովուրդ չպետք է մտածենք ով է լինելու ընդդիմությունը։ Կարևորը մենք լինենք իշխանություն, մեր ազգընտիր իշխանության կողքին լինենք, մնացածը երկրորդական բաներ են, որոնք ժամանակի ընթացքում կարծում եմ լուծում կստանան, այդ ժողովրդի ծոցի դուրս եկած ընդդիմությունն էլ կձևավորվի։ Ուզում եմ անդրադառնամ արևմտամետներին, Արամ Սարգսյան, Արման Բաբաջանյան, հարգելիներս, տեսեք մեր ընկերներից որոշները անընդհատ ասում են, որ կուզենք նրանք լինեն ընդդիմություն ազգային ժողովում, հարգելիներս, քոչենց ատելը, չընդունելը, մերժելը շատ ողջունելի է, բայց չի նշանակում, որ ազգային ժողով պիտի մտցնենք ինչ-որ ուժերի, ովքեր մեր նկատմամբ շատ սխալ վերլուծություններ են տալիս, ամեն մեկը թող իր մասին մտածի։ Մենք ունենք, ես նորից ասեցի, մենք ունենք մի ձայն, ու այդ ձայնը միանշանակ վարչապետինն է ու մեր իշխանությանը։ Վստահության քվեն, բեկանման, փոփոխման ենթակա չպետք է լինի, հաստատուն կերպով մինչև վերջ։ Ուրեմն, այս ուժերը բազմիցս իրանց են վերագրել մեր հաղթանակները։ Դա առնվազն իրականությունից կտրված մի հատ պատկեր է, ինչի հետ ես չեմ կարող հաշտ լինեմ։ Ուրեմն այս արևմտամետները անընդհատ թե իրանց եթերներում, թե գրառումների մեջ, որ իրանց են վերագրում եվրոինտեգրումը, իրանց են վերագրում խաղաղությունը, Էջմիածնում հիշում եք, քայլ արա միացիր այսինչին հեղափոխական թիմին, իրանց են հեղափոխությունը վերագրում, որ երբեք այս մարդիկ իրանց կուսակցություններով երբեք չեն պայքարել նախկինների դեմ։ Ուր են այս նույն անձինք իրանց թիմերով 2017 թվականին 2018-ի հեղափոխությանը ու դրանից առաջ։ Ուր են։ Չկային։ Խաղաղությունը կերտել է վարչապետը մեր հետ միասին, իսկ դուք ուղղակի կողքից աջակցել եք։ Զուտ այդքան։ Եվրաքնվեն դա մի կեղծիք էր, հասարակ ուղղակի գործընթաց էր, ինչը դուք վերագրում եք ձեզ, մի բան էլ ներկայացնում եք, թե բա Եվրադաշինքը Եվրաքվեն կազմակերպեց, դրա համար մեր դիրքերը ուժեր են հիմա, դա էլ ասուտ։
Հարգելիներս, դա էլ ասում, որովհետև վարչապետը երբ որ դուխով էր, երբ որ ուժեղ էր, այս մարդիկ քաղաքական դաշտում չեն եղել։ Երբ որ վարչապետը այն ժամանակ մինչև հեղափոխությունը լրագրող եղած ժամանակ դատի էր տալիս, այն ժամանակ ԱԾ ու ներքին գործերի պետ Մերժված Սերժին, ուր են այդ մարդիկ։ Դե գիտեք ինչ, կարող եք միանալ խաղաղությունը գլոբալ հայկական համամարտկային ծրագիրա, կարող եք միանալ, բայց ոչ վերագրեք ձեզ։ Շատ էլ մեր իշխանությունը ձեն չի հանում այդ առումով, բայց ժողովուրդն էլ միամիտ չի։ Դուք ձերը ներկայացրեք, ձեր օրակարգը ներկայացրեք։ Ախր չունեք, դրա համար ընդհանուր ժողովրդի մեջ ձեր անունը չկա, բացարձակ չկա։ Եթե մարդիկ մերժում են նախկիններին, ձեզ էլ մերժում։ Դրա համար ասում եմ Նիկոլ Փաշինյան, որի համար շատ ուրախ եմ, որ գնահատում են այս ահռելի փոփոխությունները, սկսած ասֆալտապատումից մինչև տոշակների բարձրացում, առողջապահական փոփոխություններ, ամենակարևորը խաղաղությունը, ռազմավարական գործընկերությունները գերտերությունների հետ, որոշ գերտերությունների հետ շատ արագացված տեմպերով, ինչը ողջունելի է ու միանշանակ գովեստի արժանի։ Այ հալալա մերոնց, որ կարողացան այդ դժոխքի միջով անցնեն ու կերտեն հաղթանակներ։ Հեշտ չի։ Ուրիշ մեկը լիներ մեր իշխանության փոխել են, վաղուց չէր դիմանա, վաղուց հրաժարական էր տվել։ Էս էլ էսպես։ Հիմա ես այս մարդկանց մի բան եմ ուզում հարցնեմ։ 8 տարի դուք այդ արևմտամետներ կլինի քաղաքագետ, կլինի կուսակցության ղեկավար, 8 տարի դուք չմիավորվեցիք, չհամախմբվեցիք, որպես դաշինք լինեք, կուսակցություն չէ, որպես դաշինք լինեք։ Ինչու՞։ Որովհետև չկարողացաք, որովհետև ձեզ չի միավորում այդ գաղափարները։ Դուք ուզում եք ամեն մեկը կայանաք, երևի թե կայանաք որպես լիդեր։ Բայց ցավոք սրտի, ժողովուրդ ջան, մեր ընդդիմության մեջ խարիզմատիկ լիդեր չկա։ Ես կուզեմ ջահելությանը մեր երիտասարդությանը անդրադառնամ, որովհետև այս ընտրությանը քվեարկելու են 18 տարեկան, արդեն 18 տարին լրացած երիտասարդները, ովքեր նոր են, կարելի ասել նոր են քաղաքականության մեջ, հարգելի հայրենակիցներ։ Ուրեմն, ընտրությունից առաջ շատ խորը վերլուծություն արեք, տեսեք ով են նախկինները, ով է վարչապետի իշխանությունը։ Մենք ոչ մի բան չենք հանձնել, դավաճանական իշխանություն չի, Ղարաբաղի հարցով մեղավոր են նախկինները, այդ իրանց ժամանակ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային սեղաններից, դե ինչ եղավ վերջին հաշվով, հարցրեք Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Մենք կերտող ենք, իրական Հայաստան կերտող ենք, մենք երկիրը հզորացնող ենք ու Սյունիքը պահող ենք, եթե դավաճան լինենք, Սյունիքը այսօր չէր լինի։ Թե ինչ արվել երկրի համար, ինչ ռազմատեխնիկա եւ այլն, կիմանաք մայիսի 28-ին։ Ես որ շատ լավ գիտեմ, տեսել եմ այն չնչին հատվածը, որը բազմիցս լուսաբանվել է մեդիայով, կիմանանք այդ մայիսի 28-ի պարադին կիմանանք շատ բաներ։ Իսկ դա հերքելը, դրանից հետո հերքելը, որը շանձանց կողմից ուղղակի աբսուրդի ժանրից կլինի։ Ուր է այդ ձեր Եվրադաշինքը։ Գյումրիից հետո անցավ մի ամիս, երկու ամիս, դրա մասին չխոսվեց ու ամեն մեկը առանձին մասնակցում է ընտրությանը։ Ինչու՞։ Այդ խիստ հենց տակտիչնի չխոսած խիչ հայտարարեցիք, որ ձեր դաշինքը այլևս գոյություն չունի։ Իհարկե, եթե մենք ձենք չենք անում, չի նշանակում չենք տեսնում։ Հաջորդ կետը կապված ձեր հետ կեղծ թեզերը ժողովուրդ ջան, այն թեզերը, որ 8 տարի իրանք էլ մի կողմից, այն ռուսամետները միանից, իրանք էլ 8 տարի այդ նույն թեզերը կրկնում են ու մեր անգամ նվիրյալ որոշ ընկերներ առանց խորը վերլուծելու էմոցիոնալ արտահայտվում են, ինչը ես սխալ եմ համարում։ Եթե մենք մտել ենք պայքարի մեջ, ես կխնդրեի կհորդորեի ընկերներից, հարազատներից, գաղափարակիցներից զերծ մնալ էմոցիոնալ պոռթկումներից ու շարժվել խորը բանականությամբ։ Առաջի կեղծ թեզը քաղաքական գնահատական չտալն է, իբր թե չենք տվել, այնինչ դա հերթական սուտն է, որովհետև քաղաքական գնահատականը տրվեց 2008 թվականին հեղափոխությամբ, իսկ դա շատ գլոբալ ծանրակշիռ գնահատական էր նախկիններին։ Էլ ինչ եք ուզում, քաղաքական գնահատական ասելով ինչ նկատի ունեք։ Մերոնք ամեն օր, ամեն պահի քաղաքական գնահատական տալիս են։ Երբ որ տալիս են, այ նախկիններին են պատասխանում եւ այլն, բա ինչ,
Քաղաքական գնահատական է տրվում, այդ մեկ, երկրորդն էլ ինչու այդ մեդիա տերորը տարածվի։ Իսկ եթե սրանք ուժերը ռուսամետ այսօր ինչ որ հայտեր են ներկայացնում, այդ ոչ թե պետք է փակվի մեր իշխանության կողմից չգրանցվի այդ կուսակցությունները դաշինքը։ Աշխարհում այդպես բան չկա, այդ դուք եք լավ հասկանում։ Այլ ձեր առանց արդյունքի ոչ էֆեկտիվ ձեր գործողությունների, շատ հաճախ գործողությունների բացակայության ձեր վատ աշխատելու հետևանքն է։ Ամերիկան, Ֆրանսիան, Գերմանիան այդ ուժերի թողում են մասնակցել պատկան մարմինները, Հայաստանը պետք է չգրանցեր ու չեղարկվեր խաղաղությունը, դա շատ ուժեղ հարված կլիներ։ Նախ ապօրինի բան է, դա երկրորդը շատ ուժեղ հարված կներ խաղաղությանը։ Փոշիացում, այդ եք ուզում։ Հո ականջահաճո բաներ ասելով չի։ Քաղաքական գործիչներ եք, բայց մինչև երեք ձեր ցուցակում անճշտություններ կար ինչ որ տեխնացուների հետ կապված։ Երկրորդը, ինչու դատված չեն։ Ժողովուրդ ջան, այս 1000 անգամ ասել եմ, չեմ զլանում, էլի կասեմ։ Մենք դժոխքի միջով ենք անցել։ Բազմա թիվ անգամ ասվել է իմ կողմից, ընկերներից կողմից, վարչապետի կողմից 18-ից 22 թվականի սեպտեմբերյան պատերազմը, մենք ֆորպոստ ենք։ Այդ գործընթացները սկսվեց արդեն պատերազմից 22 թվականի պատերազմից հետո, երբ որ այդ տարվա ընթացքում 20-ից 22 թվականների տքնաջան աշխատանքների արդյունքում Արևմուտքը հետ վերադարձավ տարածաշրջան։ Ու սկսեցինք 23 թվականից նաև դատաիրավական համակարգի փոփոխությունները, այդ որ եթե իդեալական վիճակ լիներ, էլ խեր հեղափոխություն արվում։ Դա 2017 թվականից այդ գործընթացները իրանց դրամաբանական սկիզբը կունենային ու ավարտը կունենային։ Այդ էլ կարվի։ Իդեպ մեր իշխանությունն է, որ չի խուսափում խնդիրներից, այլ առերեսվում է ու հերթականությամբ լուծում է առաջարկում տալիս։ Կհիշեք Եվրամիության լիդերները, որ մեր երկրում էին, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Անտոնիո Կոշտան, վարչապետը մի հետևյալ շատ ճիշտ ձևակերպում արեց, Եվրամիությանը ներկայացրեց դատաիրավական համակարգի ու լրագրողների հետ կապված անկախությունը, այսինքն հույս հայտնեց, որ Եվրամիությունը իր հերթին կօգնի մեզ, որպեսզի ունենանք արդար, ազատ դատաիրավական համակարգ ու լրագրողներ, անաչառ լրագրողներ։ Այդ էլ հասկանում ենք, որ ժամանակի խնդիր է ժողովուրդ ջան, կամաց բոլոր հարցերն էլ այո, Լիլիա ջան, ոչ մեկ էլ չարտահայտեց իր գոհունակությունը, ոնց որ այդ մարդիկ ոչ եկել էին, ոչ էլ ու ներկայանում են արմատական արևմտամետներ։ Երկրորդը նախկինները պնդում են, թե նախկինները վերակենդանացան։ Ոչ, սա է կեղծ թեզա։ Նախ ինչ նշանակում վերակենդանանալ։ Այդ ասողները կարան բովանդակալից ներկայացնեն իրանց արտահայտության իմաստը։ Չեն վերակենդանացել, այլ խրխռում են, գնալով խրխռում են ու այդ խրխռոցը կշարունակվի։ Վերակենդանացած կլինեն այն ժամանակ, երբ որ բացարձակ քաղաքական դաշտում չլինեն, ազգային ժողովում չլինեն, ու մեկ էլ ինչ որ հայտնվեն ազգային ժողովում։ Այդ է դա վերակենդանացումը։ Հասկանում եք։ Այդտեղ ձևակերպումներ մի արեք, ժողովրդին մի տարեք հիասթափության։ Չնայած բոլորն էլ լավ հասկանում են, ով իրանից ինչ է ներկայացնում։ Այն սուտի հեղափոխ հիասթափվածները շուտվանից դուրս են եկել, արդեն կարելի ասել խեղափոխվել են ու անցել են տարբեր թիմեր կամ դուրս են եկել պայքարից։ Դա հարցի երկրորդ կողմն է։ Նվիրյալ հեղափոխականները իրանց տեղում են, իրանց քաղաքական խրամատում են։ Խոսվում է լոկոմոտիվ լինելուց, այսինքն այդ ուժերը ինչ որ առումով հասկանում են, որ իրանք չեն կարող հաղթել ժողովրդին ու ժողովրդի առաջնորդ պարոն Փաշինյանին, ասում են լոկոմոտիվ լինենք։ Այս հարցում էլ ես պարզաբանում եմ ուզում, որովհետև նախ ինչա նշանակում լոկոմոտիվ, այսինքն շարժիչ ուժ։ Դե գիտեք ինչ կա, լոկոմոտիվ են լինում այն ուժին, ով կանգնած է իր տեղում կամ դանդաղ է շարժվում։ Իսկ մեր իշխանությունը ֆանտաստիկ քաղաքականություն է վարում, լոկոմոտիվ եղեք ձեզ, որ նախ 4%-ի շեմը հաղթարեք, հետո նոր ազգային ժողովում կհայտնվեք, կհասկանանք, որը որից հետո է։ Ինչի մասին է խոսքը, ինչ լոկոմոտիվի մասին է խոսքը։ Լոկոմոտիվը ժողովրդի գովեստի խոսքերն է, նվիրվածությունն է մեր իշխանությունը էլ ավելի է ոգևորվում ու ավելի է մաքսիմալ անում, անհնար անում մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Գիտեք ինչ կա, այտենց բառերով պետք չէ, էլի, մոլորեցնեք ժողովրդին, լոկոմոտիվ, չէ՞ մի չէ։ Հա, ինչ որ ներդրումներ բերել։
այդ կուսակցությունների կողմից։ Ես էլ եմ ասում, եթե դուք անցողիկ շեմը չեք հաղթահարում, դուք չեք կարում ձեր ճիշտ քաղաքականությամբ վեշ մի մունատ, վեշ մի թերություն եք գտնում, ինչ որ դանդաղ չի, դուք եք դանդաղ մտածում։ Աշխարհաքաղաքական նոր պատկերի շրջանակներում դուք մնացել եք մինչ հեղափոխություն, այն 2007 թվականի վերլուծական միտքն է ձեր մոտ։ Ամեն ինչ անում եմ մաքսիմալ ժամանակի ընթացքում, ճիշտ ժամանակին ու մաքսիմալը այն ինչ որ հնարավոր է այդ պահին արվել է։ Իսկ մենք խաղաղության առումով էլ ունենք մաքսիմալ այն ձեռքբերումները, ինչ ժողովրդին պետք է։ Որոշներն ասում են դեսից սրտից խաղաղության բանը չի, ել ինչ եք ուզում։ Ինչ եք ուզում։ Մենք իրական Հայաստանին հարիր խաղաղության պայմանագիր ունենք, արժանապատվորեն ներկայանում ենք ողջ գերտերություններին, ողջ աշխարհին միջազգային հեղինակավոր կազմակերպություններին գլուխներս բարձր։ Էլ ավել այդ կետերի մեջ չեմ պատկերացնում։ Իհարկե, ամեն մի ռազմավարական փաստաթուղթ ժամանակի ընթացքում էլի խորանալու տեղ ունի միանշանակ, բայց հիմա մաքսիմալն է ինչ որ կա։ Այսինքն մեր իշխանությունը ժողովուրդ ջան, այնքան մաքսիմալ է, այնքան իդեալական է աշխատում։ Իհարկե մարդիկ ասում են էլի թերություններ ունենք, իրանք են ասում, բայց այդ այն թերությունները չի, որ կազդի մեր հեղինակության, մեր երկրի վարկանիշի, մեր անելիքների վրա։ Տեխնիկական աշխատանքային այդ թերությունները ինչը շտկելի է, ժողովուրդը կապի մեջ է իշխանության հետ, մեր իշխանությունը քայլ առ քայլ լուծում է բոլոր խնդիրները։ Չկա գերտերություն, որ խնդիր չունենա։ Այդ մտածում եք Մակրոնը, մեր բարեկամ Թրամփը իդեալական է, իհարկե չէ։ Այդ մարդիկ էլ շատ հարցերում էլի ինչ որ չեն կարողացել իրանց նախընտրական ծրագիրը լիարժեքորեն իրագործել։ Շատ տրամաբանական բան է։ Եթե ընդդիմությունը, հայ արևմտամետ ու ռուսամետ ընդդիմությունները խոսում են թերություններից, դա չեն ասում որպես վատ բան։ Տրամաբանական է, գործող օրգանիզմ է մեր պետությունը, իհարկե կլինեն ինչ որ թերություններ, բացթողումներ, բայց դա չի նշանակում, որ վայ հիասթափվել ենք, ինչ է կարել, քարեք քաշում։ Իհարկե չէ։ Տքնաջան այդ ֆանտաստիկ պատմական հաղթանակները մերոնք են կերտում, ժողովրդին մնում է հաստատակամորեն ամեն անգամ գնալ ընտրության, այդքան բան։ Լյուստրացիա, հա, խոսվում է լյուստրացիայից ինչ որ քաղաքագետներ, մեր իշխանությունը այդ առումով էլ մի հատ արտահայտությամբ, մի հատ քայլով, մի հատ ձեռքի շարժումով, այնց իդեալական լյուստրացիա է անում, որ բարձ երևում է, ով է հայրենասեր, ով այդքան էլ չէ, մինիմալ ասած, այդքան չէ, մի խոսքով, ձեր իմացած լյուստրացիան մնացել է հին աշխարհի պայմաններում։ Որոշ ընկերներ լսելով նման մարդկանց ասում են թե բա բան ներել եւ այլն, ժողովուրդ ջան, այդ առումով էլ ոչ մի հանցագործ չի ներվում, եթե հանգամանքներից ելնելով ինչ որ տնային կալանք է, ներում չի, քրեական գործը գնում է, այդ վերջում լինելու է դատավճիռ, ամեն մեկն էլ իր պատասխանը ստանալու է։ Այսօր միջազգային պայմաններում, միջազգային իրավունքի պայմաններում ես նկատել եմ, որ անգամ գերտերությունների առումով դատավորները, դատարանները գնում են ավելի շատ տնային կալանքի, բայց դա ոչ արդարացում է, ոչ էլ ինչ որ ապոկալիպսիս։ Դատերը գնում է, վերջում դատավորը դատավճիռ է կարդում։ Ունենց որ տրագեդիա սարքելու ոչինչ չկա։ Այս ուժերը ասում են ժողովրդավար, բայց երբեք ժողովրդի կողքին չեն եղել։ Հեղափոխության ժամանակ, կտրիճի մերժման ժամանակ, քաղաքացու աշխատավորի օրվա օրերի ժամանակ, ուր եք։ Դուք անգամ չեք շնորհավորում ժողովրդին։ Հիմա մենք ոնց ձեզ ընդունենք որպես արմատական, ինչ որ արմատական երևույթ չկա, սկսենք այդտեղից, արմատական արևմտամետներ չկան, որտեղ այդ նույն արևմուտքը տարբեր հարցերում տարբեր դիրքորոշումներ է արտահայտում ու ոչ արմատական։ Հասկանում ենք, չէ՞։ Եթե արևմուտքը արմատական չի, հետեւաբար ոչ մի հայկական կուսակցություններ արմատական դիրքորոշում չեն կարող ունենալ։ Էսի գիտություն։ Դե գիտեք ինչ, եթե ինչ-որ կուսակցություն չի հարգում քաղաքացուն, ես նման մարդկանց խի պետք է հարգեմ։ Իմ համար այդ տիպի մարդիկ անհատները, կուսակցությունները չեղածի հաշիվ են։ Հա, թրիփը ապահովում է ներդրումները։ Ձեր ներդրումների կարիքը չունեն։ Ներդրում անեք ներքաղաքական կյանքում, պատերազմից հետո ծանրագույն իրավիճակներին, երբ որ իշխանությունը ուներ ամեն մեկի կարիքը, աջակցության կարիքը, ներդրում ունենայք ժողովրդի համախմբման հարցում, ոչ թե ֆինանսի առումով, ժողովրդի համախմբման հարցում, ոչ թե ամեն մեկը ինչ որ պավիլյոններից խոսար կամ Արման Բաբաջանյանի նման նոյեմբերի 17-ին պահանջեր ինչ որ հրաժարական։ Սրա առումով հետագայում ավելի դե ֆակտո դե յուրե կներկայացնեմ։
Հա, իրանց վերլուծությունները այս ուժերի երբեք ճիշտ դուրս չեն եկել։ Այսինքն այդ մարդիկ ինչ ասել են այդ տարիների ընթացքում, հակառակն է դուրս եկել։ Բերեմ մի կոնկրետ օրինակ, վերջին օրինակի հետ կապված, ուրեմն կհիշեք, որ ասում են ընտրությունից 2 ամիս առաջ խաղաղության պայմանագիրը կնքվելու է։ Արամ Սարգսյանն են ասում։ Բա Արամ Սարգսյան, ուր է։ Նախ այդ առումով խիպտի հայտարարություն նման արվեր, որովհետև գիտեք ինչ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, երբ կլինի ժամկետների առումով չեն կարող ասեն, բայց վստահորեն մի օր ստորագրելու ենք, դրանում ոչ մի կասկած, իսկ եք ասում դրա մասին։ Այսինքն իրավիճակներ են եղել, որ այս մարդիկ Արամ Սարգսյան կամ Բաբաջանյան ինչ որ հայտարարություններ են ասել, որը բացարձակ պետք չէր։ Այսինքն այդ Վենսի գալը ինչու ասվում, ինչի է ժողովրդից առաջ ընկնում այս մարդիկ, ինչ են ընկնում, եթե դա ինչ որ առումով կարա խոչընդոտ առաջանա գալու հետ կապված ու միգուցե չեղարկվի, ինչ պայմաններ չեղարկվի։ Այսինքն այդ լուրը լսում են նաև ռուսամետները։ Սպասեք, ինչ որ պաշտոնական հայտարարությունը կարվի, կիմանանք։ Մենք մեր իշխանության վարած քաղաքականության վրա երբեք չենք կասկածել։ Ինչու եք ասում։ Երևի թե իրանց առումով այսքանը, հիմա անցնենք ռուսամետներին։ Ինչ են ասում նախկինները իրանց տարբեր կուսակցություններով։ Ես իմ հերթին այսօր կուզեմ անդրադառնամ այն լկտի ստերից մեկին կապված 300,000 ադրբեջանցիների հետ կապված վերադարձի, հա, դա ինչպես ասեցի սուտ է, փորձում են խաղալ ժողովրդի նյարդերի հետ, բայց նման բան չկա։ Դա ասվել է բազմիցս մեր իշխանության մակարդակով, վարչապետի մակարդակով, օրերս եւս մի անգամ բրիֆինգի ժամանակ վարչապետը հայտարարել է անգամ ադրբեջանական մամուլը։ Հիմա անգամ ադրբեջանական մամուլն է հայտարարում։ Այդ մարդիկ ասում են, վայ 300,000 սուտ եք խոսում։ Ձեր ընդհանուր այդ պայքարը ստի վրա է հիմնված։ Իսկ ցանկացած ստի վրա հիմնված պայքար, գաղափարախոսություն, հավատացեք երկար կյանք չի կարող ունենա։ Կապ չունի ռուսամետ եք, արևմտամետ եք, իրանամետ եք, ինչամետ ուզում եք եղեք։ Կապ չունի։ Մտել եք քաղաքականություն, բարի եղեք, ճիշտ խոսացեք։ Ստեղ դուք ամեն մեկը շարժվում է անձնական ինչ որ հետաքրքրություններով։ Մենակ մեր իշխանությունն է ներկայացնում Հայի ու Հայաստանի պետական շահը։ Ազնվորեն ասում է ամեն ինչ ու դրա համար էլ ժողովուրդը հարգում է, սիրում է, վստահում է ու ընտրելու է վարչապետին։ Հա, հետո ասում են քաղբանտարկյալ։ Այս է ամենախնդալու բանն է, որ կրկնում են, հաճախակ են կրկնում, մեր երկրում արդեն 8 տարի քաղբանտարկյալ չկա։ Այսինքն ինչ որ սենց տնավարի ասեմ, չխոլով ինչ որ մեկը սև ազգես չխոլով ճակերտավոր հոգևորական եթե ռազմական հեղաշրջման փորձ ուզում իրականացնի մարդկանց գնդակահարի մեքենաների մեջ մարդկանց վառի ողջակիզի դրա քաղբանտարկյալը որն է կամ ինչ որ մեկը կաշառքավեկալուն դրա քաղբանտարկյալը որն է ուսադիրներով իբր թե զինվորական եթե ապօրինություններ գործում դրա քաղբանտարկյալը որն է մեր երկրում քաղբանտարկյալներ չկան ու չեն լինի եթե նախկինները վերադառնան, այդ ժամանակ իրոք քաղբանտարկյալներ կլինեն։ Քաղբանտարկյալներ մեր վարչապետը մինչ հեղափոխություն 2008 թվականի մարտի 1-ից հետո մեր շատ նվիրյալ գաղափարակից ընկերներ, հայրենակիցներ, մեր կուսակցության շատ անդամներ այն ժամանակ քաղբանտարկյալ այդ դա է։ Խոսքի ազատությունը չկար, դիկտատուրայի պայմաններում բռնաճնշումներ եւ այլն եւ այլն։ Ամոթ է, այդ երևույթներից գոնե դուք մի խոսացեք։ Սա էլ էսպես։ Հա, հետո ասում ենք Յանի Նիկոլը որ մնա, խաղաղություն չի լինի։ Խաղաղությունը էլ ոնց է լինում։ Հաստատված է 2 տարի ոչ մի կրակոց, ոչ մի վիրավոր զոհ չկա։ Խաղաղությունը այս պայմաններն է։ Եթե դուք այտենց լոճած խոսում եք, մեծ խոսում եք, դա խաղաղության հետևանքն է, այսինքն ձեր գլխին ոչ մի աթս չի ընկնում, ձեր աշխատասենյակները, տները չեն ռմբակոծվում։ Դուք հանգիստ պայմաններում ասում եք ինչ որ ձեր մտնի գալիս է, այտենց Բայց դրան էլ հետևեք, ձեր խոսույթին էլ հետևեք, որտեղ մեր իշխանությունը հարկ եղած ժամանակ կարա ձեզ դատի տա ու դատերը շահի։ Եթե ժողովրդավար երկիրը չի նշանակում պիտի առիթից օգտվեք ու ձեզ ավելորդություններ թույլ տաք, չի լինի այդպես բան։ Ուրեմն պատերազմի առումով վերջերս մեր
արտաքին հետախուզության պետը ասաց իրոք, եթե նախկինները հետ կան, ուրեմն խաղաղության գործընթացները կչեղարկվի, ինչը Իրանից ենթադրում է ռազմական գործողություններ։ Ինչի մասին է խոսքը։ Այդ մարդը քաղաքական դեմք չի, ինքը որպես արտաքին հետախուզության կուսակցական չի, այդ եմ ուզում ասել, կուսակցական չի, հետևաբար ներկայացնում է իրողությունը։ Իսկ կասկածի տակ դնել արտաքին հետախուզության պետի ասածները, դա լոգիկայի մեջ չեմ լոգիկայից դուրս բանը ինչ որ ես բարը չեմ գտնում ժողովուրդ ջան, աբսուրդ է ուղղակի կասկածի տակ դնել այդ մարդու ասածները, ուղղակի շատ ջղայնացած են այդ առումով, որ մինչև հիմա փորձում են իրանց ստերով ձայներ ստանալ, մոլորեցնել են միամիտ ոչ քաղաքական մասային, չի ստացվելու։ Հիմա ուզում եմ հարցեր տամ Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյան, քեզ համարում ես կյանքում սխալական մարդ, արդյոք սխալական ես թե իդեալական, ու որն է եղել քո կյանքի այս տարիների ընթացքում, տասնյակ տարիների ընթացքում քո 3 սխալները, որ կարեր ասեր սխալվել եմ ու ներողություն եմ խնդրում։ Մի հետաքրքիր հարց էլ։ Եթե հիմա հանդիպեիր Աստծուն, ինչ կասեր, սրտի ցանկություն կամ ինչ կասեր, առաջի բանը ինչ կասեր։ Հաջորդ հարցը։ Ինչ է նշանակում խելացի սահման։ Խելացի անասնագոմ լսել եմ, խելացի սահմանը որն է, այսինքն բացի ճակերտները ներկայացրան խելացի սահման։ Ես կուզեի քեզանից լսել քո հարցազրույցների մեջ այդ խելացի սահմանի սահմանումը տուր։ Ես չգիտեմ, ասենք ինչ որ փորձել ես հետաքրքիր ձևակերպում տալ, բայց բոլորի համար դա հարց է։ Ասենք ոչ մի բան չի համապատասխանում իրականությանը։ 8 տարվա մեջ մեր իշխանությունը բացել է գրեթե 300,000 աշխատատեղ։ Դու ինչքան ես բացել հանրապետականի հետ միասին այս տարիների ընթացքում։ Թվերով, փաստերով ներկայացրեք ձեր թիմի անդամները, թող ներկայացնեն, մի հատ հասկանանք։ Պատկեր ցույց տվեք։ Ասում եք, տենց նարեկ նա ինչ որ դու սա ուժեղները, հա, ասենք ճակերտավոր ուժեղները ներկայացնում են բոլոր հարցումների պատասխանները դուք եք յանի հաղթում։ Թիվ ներկայացրեք, անուն ասեք, միջազգային հարցման կենտրոնի անուն ասեք, թվերը ցույց տվեք։ Մենք բազմիցս ցույց տվել ենք ու հիմա էլ մեր վարչապետը, մեր իշխանությունը ուղիղ եթերով հանդիպում է մարդկանց ու այդ գնահատականը մենք ուղիղ եթերով տենում ենք, բայց ձեր առումով ներկայացրեք պատկեր, իրական պատկեր։ Այդ որ ասում եք փոքրիկ խմբակ, դուք վստահ եք որ կհաղթեք։ Այսինքն վստահ լինելն ու իրական պատկերը սրտի ցանկությունն ու իրական պատկերը դա սարեր ձորերի տրամաբանությունն է։ Քոչնել էր ասում մենք հաղթելու ենք, կռելու ենք, բանից հետո պրեզիդենտ եկավ, խոստովանեց, որ ժողովուրդը ընտրեց վարչապետին։ Ասում էր ինքն է հաղթելու միանշանակ արդեն 51%-ով ինքն էր։ Տեսանք քանի տոկոս։ Բավարարվեց 20%-ով։ 20-21%-ով։ Իսկ ինչ եք պատասխանելու ժողովրդին հունիսի 8-ին, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցուցանակի վրա գրված լինի քաղաքացիական պայմանագիր մինիմալը 65%, այդ ժամանակի չեք ասելու։ Եթե աշխատատեղեր եք բացել, ասենք ուժեղները մի տաշիրը իր հերթին, քոչը իր հերթին, մերժված Սերժը իր հերթին, բա այս 30 ու ավել տարիների ընթացքում ինչի արտագաղթ եղավ։ 100,000-ավոր քաղաքացիներ պայմաններից ելնելով արտագաղթեցին։ Եթե ձեզ թվում է այդ մարդիկ լիարժեք ինչ որ հոգիները փառավորված են ապրում արտասահմաններում, սխալվում եք։ Այդ կարոտը մինչև հիմա կա։ Ու փառք Աստծո, ես եւս մի դրական բան ասեմ, կամաց մեր հայրենակիցները, մեր ընկերները, հարազատները, ընտանիքներով վերջնականապես տեղափոխվում են Հայաստան։ Ես շատ ուրախ եմ այդ փաստի առումով, իրոք այդ արդարությունը պետք է վերականգնվի, որովհետև մարդիկ այն ժամանակ անարդարություններից ելնելով են թողել գնացել, բայց ոչինչ, այդ հարցն էլ լուծելի է, մեր երկիրը օր-օրի տարվա վրա ամեն տարի ավելի է հզորանում, ինչն էլ իր հերթին պայմաններ է ստեղծում, որ այդ մարդիկ վերջնականապես հաստատվեն մեր երկրում։ Հարգելի ընկերներ,
երևի թե ամենակարևոր բաները ասեցի, ամփոփելով այսօրվա ուղիղ եթերը, ասեմ հետևյալը. ընտրելով մեր իշխանությանը, ընտրելով վարչապետին, դուք վերջնականապես հաստատում եք խաղաղությունը։ Խաղաղությունը մեր երեխան է, ով խնամքի կարիք ունի։ Խաղաղությունը, հեղափոխությունը մեր երեխաներն են։ Հետևաբար ամեն մեկս ամենայն պատասխանատվությամբ պիտի մոտենանք ցանկացած պայքարին, ցանկացած օրվան, ցանկացած ժամվան ու հատկապես ընտրությանը։ Արխային չգնեք, ասեք լավ դե մենք անցած ենք, ոչ։ Պիտի դե ֆակտո դե յուրե արձանագրվի մեր հաղթանակը։ Ընտրելով խաղաղությունը, ընտրելով մեր վարչապետին, մենք այո ենք ասում Եվրոինտեգրմանը, այո ենք ասում հետագայում ՆԱՏՕ-ի անդամակցությանը, այո ենք ասում հզոր, ինքնիշխան, ազատ, անկախ Հայաստանին։ Եվ ուրեմն տերեմ խաղաղությանը, տերեմ նահատակների հիշատակին, տերեմ իմ պայքարին, Աստված հայիս ու Հայաստանի հետ լինի եւ միանշանակ հաղթանակ մեզ։ Շատ շնորհակալություն հարազատներ եթերից միանալու համար, հուսով եմ հավանեցիք, եթե հարկ լինի կկազմակերպենք այս քարոզարշավի շրջանակներում եւս մի եթեր, եթե դրա կարիքը չլինի, արդեն կհանդիպենք քարոզարշավի ամփոփիչ եթերով փակմանը։ Ձեզ լավ երեկո, շատ շնորհակալություն հարազատներ ջան, դուխով ամենակարևորը եւ ջախջախիչ հաղթանակ մեր ընդդիմախոսներին միանշանակ, բոլորին միանշանակ։ Բարի գիշեր։